Սյունիքի գյուղական համայնքի տարածքում կառուցվող պահածոների գործարանի շինարարական աշխատանքները վերջին փուլում են։ Այսօր մեր հանդիպման ժամանակ հայտարարեց Սյունիքի գյուղական համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը։ Գործը ավարտական փուլում է։ Այնտեղ արդեն լրիվ ֆինանսավորումը կատարված է, այն Աբարուդովանին առաջկայում լրիվ տեղ կհասնի, մի մասը արդեն Երևանը տամոժնայում է եւ առաջկայում այդ գումարը փոխանցելու է Աբարուդովանին տեղ կհասնի։ Ուրեմն այս պահին գնում է փակման շենքի ավարտական փուլում է, շենքը այսօր փակում են, որ առաջկայում այդ բանը Աբարուդովանին տեղավորեն շենքի ներսում։ Շուրջ 200 քաղաքացի է հաշվառվել աշխատելու նպատակով, ասում է Սամվել Սարգսյանը։ Նրանք բոլորն էլ անհամբեր սպասում են գործարանի շահագործմանը։ Այսօրվա դրությամբ հաշվառված են շուտ 200 քաղաքացիներ, որոնք ցանկանում են աշխատել այդ գործարանում։ Կգա, ինձ թվում է առաջիկա 1 ամսվա ընթացքում այդ գործիքները տեղադրելուց հետո կսկսվի նաև աշխատողների հավաքագրման, այսինքն ընդունման խնդիրը կլուծվի։ Ուրեմն այնտեղ սկզբնական փուլում անհրաժեշտ է գալու մոտ մինչև 60 աշխատողներ։ Մի մասը որպես մշակողներ, մի մասը որպես պահակներ, մի մասը չգիտեմ ինտերիեր աշխատողներ եւ մեկ եւ մյուս։ Պոպոկի մթերում չի կատարվի, բայց մնացած պտուղ բանջարեղենի համար կարող են հանգիստ լինել տեղական արտադրողները, ասում է համայնքի ղեկավարը։ Շատ հավանական է, որ չկարողանանք, ասենք, պոպոկի բերքահավաքի բանը այդ աշխատանքները սկսել, քանի որ արդեն պոպոկը կհասունանա եւ հնարավոր չի արդեն այդ գործարան, բայց մնացած բանջարաբոստանային կուլտուրաների գծով թեկուզ անտառի տատված այդ բանը հոնի, մոշի, խնձորի, տանձի եւ այդ բաները հնարավոր է արդեն մթերման աշխատանքներ ընդեղ իրականացրած։ Իսկ գործարանի շահագործումն ուշացել է ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։ Խնդիրները առաջացել սկզբնական շրջանում, որ ասենք ֆինանսավորումը ձգձգվել է, այդ ձգձգման այդ պատճառը եղավ, որ այսօր մենք հնարավորություն ունեցանք եկողամցի 5-ից այդ աշխատանքները իրականություն դարձնել։ Այսինքն, երբ ասենք հարցնում են, թե ինչպիսի արդյոք արժե այդ գործարանը կառուցած, չկառուցած, մարդիկ որոշակի պաշտոնյաներ ասում են ռիսկային գործած, չգիտեմ ինչ է եւ մեկ եւ մյուսը։ Այսօր ցանկացած աշխատանք ռիսկ է պարունակում, առանց ռիսկի ոչ մի աշխատանք հնարավոր չէ իրականություն զարգացնել։ Ես ինչքան լավ եմ հիշում, ես ինչ աշխատանք նախաձեռնել եմ, առաջի բանը ռիսկն է եղել։ Ռիսկով դիմել եմ այդ գործին եւ բոլոր հարցերում էլ ես հաղթել եմ։ Ինձ թվում է ես իհարկե գործարաններ ես ընդհանրապես կապ չունեմ, բայց քանի որ իմ տարածքում է, վերջին իմ տղան է, ասենք այդ գործի դեր կանգնած, այսօր կառավարություն եւ Սարմենը, որ ասենք այդ ցանկանում են այդ գործարանը իրականություն դառնա, որ մարդիկ կարողանան աշխատատեղ ունենան, կարողանան այդ ընտանեկան խնդիրները լուծել։ Եվ հավատացնում եմ ձեզ, այդ խնդիրը իրականանալու է, կարող է մի ամիս ուշացում, բայց հաստատ իրականանում է։ Այս տարի մարդիկ արդեն սկսեն առաջի արտադրանքը կտան եւ հաջորդ տարվանից արդեն ռեգուլյար հնարավոր է որ արդեն 2 սննով աշխատանքներ կբացվի, աշխատողների քանակը ընթացքում արդեն կկրնապատվի։ Հիմա առաջիկայում սկսվել են բարեկարգման աշխատանքներ, այսինքն տերիտորիայի մաքրման եւ ասֆալտապատման աշխատանքներ։ Այդ ասում եմ, այդ գործիքները բան ինչ որ պետք է արդեն ասում մի մասը 80% արդեն ստացված է։ Այս առաջիկա օրերին երևի կբերեն տեղադրումն աշխատանքները կանեն, այն ֆիլտրացիոն կայանը հիմա սարքում են, որովհետև մեր ջրերը այնքան որակ չունեն, այդ ջրերը պիտի ֆիլտրվի, որից հետո տան ասենք այդ արտադրամասին։ Հիմա այդ աշխատանքների էլի ավարտական փուլում է եւ հետո առաջիկայում այս խնդիրը շատ հեշտությամբ կլուծվի։ Ինչ վերաբերում է համայնքում գյուղատնտեսական աշխատանքներին, ապա այս տարի 80 հեկտար ցանց է կատարվել։ Այսօրվա դրությամբ մեր տարածքներում կատարված է շուրջ 80 հեկտար ցանքեր, հիմնականում արղույտի եւ եգիպտացորենի ցանքեր։ Ասեմ, որ այդ տարածքների վրա, քանի որ ասենք
համայնքում գործում է Վամաքս անասնապահական ֆերման, այդ կազմակերպությունը հիմնականում խոտի եւ անասնակերի խիստ կարիք ունի, բնակչությունը հիմնականում այդպիսի ցանկեր է կատարում, որը ասենք հնարավորություն կտա, ասենք վաճառել եւ դրանից ավելալ եկամուտ ստանալ։ Պայարտանյութն արդեն բաժանվել է համայնքներին, կարգն այս տարի ուրիշ էր, բայց ամեն դեպքում ում անհրաժեշտ էր, արդեն ձեռք է բերել։ Այս տարի ուրիշ ռեգլամենտով են, ասենք այդ պայարտանյութերի մատակարարումը կատարում։ Առաջ որ ասենք մեքենան գալիս էր, ասենք տեղում փողերը վճարում, վերցնում էին, հիմա այս տարի ձևի չի։ Ասենք քաղաքացին պիտի իր վճարը, քանի պայարտանյութ է ուզում, պիտի վճարը կատարի, որ կարողանա պայարտանյութ ստանա։ Ասեմ դες որ արդեն համայնքի բնակիչների բացարձակ մեծամասնությունը, ում ասենք դա պետք է եղել, արդեն ստացել է։ Մի մասը մնացել է առաջկա շաբաթվա ընթացքում այդ պայարտանյութը նորից տեղ կհասնի, մարդիկ կարողանան այդ խնդիրները լուծել։ Եթե կարգտահարություն չլինի, Սյունիքում այս տարի հարուստ բերք կլինի, համոզված է գյուղապետը։ Թեկուզ մեկ ամսով, ասենք, տարին հետ է գնացել, բայց ասենք, եթե ասենք կարգտահարություն բան չլինի, համայնքը բավականին լավ եկապանը մտերք կստանա եւ ծառերից եւ ասենք բանջարաբոստանային կուլտուրաներից։ Կրծողների դեմ պայքարի միջոցառումները ժամանակին իրականացրել են։ Այստեղ ոռոգման ջրի խնդիր կա։ Խնդիրներ ունենք կապված, ասենք, ոռոգման ցանցի հետ։ Ես ասեմ, որ նախանցյալ տարի ԵԱԿ գրասենյակի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ինչու՞ նաեւ համայնքի ներդրմամբ կառուցվեց մոտ 3-4 կիլոմետր գիծը կառուցվեց, բայց այսօր Սյունիքի մոտ 700 մետր հատված կա, որով ասենք փոսային բանով այդ ջուրը գալիս, ջրի մեծ կորուստ ունենք։ Այսինքն բնակչությունը չի կարող այդ ջուրը 100%-ով ինքը օգտագործի։ Հիմա այդ հարցը նաև ներկայացված է մեր հնգամյա ծրագրում, ներկայացված է մարզպետարան, ներկայացված է կառավարություն եւ սպասում ենք տեսնենք այդ խնդիրը ոնց է պիտի լուծում ապահովի։ Ասենք ոռոգման ցանցի խնդիրը որ կապված է ասենք ջոկի հետ։ Հիմա ասենք իրանք ջուրը տվել են։ Այս տարի արդեն նախկինում ասենք ինչքան ջուր էին օգտագործում, համայնքը 1 միլիոնի սահմաններում այդ ջոկի փողը փոխանցում էր։ Հիմա այս բանը համայնքը նման խնդիր լուծելու ի վիճակի չէ։ Ուրեմն հիմա նոր որ ասենք ջոկը միավորել են, հիմա որ նայում ասենք կազմակերպությանը ես հրավիրել եմ այստեղ եւ բնակչության հետ պայմանագրեր ենք կնքում, որ բնակիչը պարտավոր է ասենք 1000 մետրի համար, եթե մի մանետա, 2 մանետա պիտի ինքը մուծումները կատարի։ Հիմա արդեն համարյա Սյունի գյուղը բրծած են, աշխատում են Դիցմայրում, եկել բանում, Սեզնան գյուղում պայմանագրեր ավարտելուց հետո ջուրը արդեն կա։ Ջուրի խնդիր կա, բայց քանի որ եղանակը անդրևային աշուշտ անդրևա գալիս, այդ ջուրը համար իսպայն չեն օգտագործում։ Բայց այդ խնդիրը համարյա լուծված է։ Նորոգման ենթակա է նաև մանկապարտեզի շենքը, դպրոցինը։ Այսօր մանկապարտեզի շենքը ոչ տիպային է, միտեղ ուտում են, միտեղ խաղում են, միտեղ քնում են։ Երկու խումբ ունենք։ Այսօր հնարավոր չէ այդ խնդիրը համայնքի բյուջեի հաշվին իրականացրել։ Իհարկե ես sense որ նայում եմ, եթե ասենք այդ խոշորած ունի, ինձ թվում է մանկապարտեզն էլ կպակեն, ասեն երեխան բերեք կապանի մանկապարտեզը։ Բայց նորից եմ ասում, 2-ից 6 տարեկան երեխան ոնց ծնողը վեր կենա առավոտը շուտ վեր կացնի տանի ապանի մանկապարտեզ իրիկունը գնան դեղից բերի։ Հենց բաներ կա ասում որ այսօր ասում դպրոցի հիմնախնդիրն է, որ այս անընդհատ այս տարիների վեր այդ մասին խոսում։ Հատված մի արասը, մի հատ նորմալ երկրաշարժ եղավ, բնակչության այդ դասատուների, երեխաների կես ավելի կմնան պլատակների տակ։ Ինչ վերաբերում է փողոցային լուսավորությանն, ապա փողոցային լուսավորությունը շատ ուշ ենք միացրել, քանի որ տարվա սկզբին մենք բավականին գերածախս ենք ունեցել էներգիայի, աշխատում է, բանը երեք օրինակ Երևանից որ եկա, ժամը 8:30 լույսը չէի միացրել։ Մենք արդեն հանրարարություն տրված, որ ժամը 8-ին լույսը պիտի միանա մինչև ժամը 12-ը։ Ունենք փողոցային լուսավորություն նորմալ արդեն միացված է,
խնդիրներ ունենք, ասենք Սեզնակ գյուղի փողոցային լուսավորության հետ, Սեզնակ Ղարաշման գյուղի հետ, այդ բանը էներգու գյուղերը շատ փոքր գյուղեր են, ասենք տանից դուրս շատ մոտիկ են, այդպես գյուղը այդ նման խնդիր առաջացնա, բայց Սեզնակում եւ Ղարաշմանում այդ խնդիրը ունենք։ Հիմա այս պահին մենք աշխատանքներ ենք տանում Սեզնակ գյուղի խմելու ջրագիտը կառուցելու վրա, արդեն պայմանագրերը այսօր եկուց իրապանը պիտի կնքենք, բանը արվել է Սյունիք հիմնադրամի միջոցների հաշվին, առաջկայում այդ գործները սկսվելու, Սյունիք հիմնադրամի միջոցով վերակառուցել ենք, չեմ ասում նենց ասֆալտ ենք արել, բայց շեբենապատ ճանապարհ ենք կառուցել Դիցմար գյուղի համար։ Դիցմար գյուղի մի հատվածում ընդհանրապես որ անձրևը գալիս ցեղա չէին կարողանում տեղի կառավարել։ Հիմա այդ հատվածում դեռ շեբենապատել ենք, ճանապարհը արդեն նորմալացել է։ Հիմա այդ նույն հիմնադրամի միջոցով նաև 2 կիլոմետր ջրագիտ պիտի անցկացնենք։ Բանը խմելու ջրագիտ։ Այսինքն բանը 2 տարի առաջ մենք խորատանցում ենք արել, խմելու ջուրը անել ենք, ուղղակի այդ ժամանակ ֆինանս չի եղել, չեն կարողացել այդ խնդիրը իրականացնել։ Հիմա արդեն այդ փողը հիմնադրամը տրվել է մեզ, մենք այդ առաջկա մի ամսվա ընթացքում այդ խնդիրները ենք լուծելու։ Գյուղում խմելու ջուրն է անորակ, ասում է Սամվել Սարգսյանը։ Խմելու ջուրը շատ կեղտոտ է, շատ կեղտոտ է։ Պատկերացրեք մի հատ անձրև է գալիս, այդ ջրով նույնիսկ լողանալ չես կարա, երեսը լվանալ չես կարա, շատ կեղտոտ է։ Եթե ջուրը բաց ես թողնում, այն վանայի տակին երևի 5-6 սանտիմետր տիղման ասնում։ Սամվել Սարգսյանը բավական երկար խոսեց առաջիկայում իրականացվելիք համայնքների խոշորացման ծրագրի մասին։ Խոշորացման մտքին ընդհանրապես մենք դեմ չենք։ Դեմ չենք այն առումով, որ ասեմ, Կապան քաղաքում այսօր կա 33 գյուղական համայնքներ։ Այդ 33 գյուղական համայնքները ըստ ծրագրի որոշված են, որ պետք է միանան Կապան քաղաք։ Ես մտածում եմ, որ դա շատ սխալ երևույթ պետք է լինի։ Սխալ երևույթ այն առումով, որովհետև ասեմ, Կապան քաղաքը ինչքան էլ ցանկանա, չի կարա գյուղացու հոգեբանությունը հասկանա։ Ես ասեմ, որ դեռևս 2001 թվականին այն ժամանակ երբ մարզպետ ա եղել Էդիկ Բարսեղյանը, մարզխորհրդին իստում ես առաջարկություն եմ ներկայացրել, որ Կապան քաղաքը պետք է ունենա 5 գյուղական համայնք։ Այսինքն այն առումով, որ ցանկացած բանը գյուղ երբ մտնում ես, ասենք, գյուղապետարանի դուռը փակ, գյուղը չի աշխատում, նրանք միայն զբաղված են տեղեկանք տալով։ Ասենք բնակչության սպասարկման եւ ոչ մի աշխատանք նրանք չեն կատարում։ Հիմա այդ 2001 թվականին առաջարկությունս 10 տարի հետո արդեն համայնքերի միությունը, չգիտեմ, համայնքերի ֆինանսական կազմակերպությունները առաջարկություն ներկայացրին համայնքների խոշորացման ծրագիրը իրականություն ցածնելու համար։ Ես ասեմ, այսօր թեկուզ ասենք վերածենք ենթաշրջանների, Սյունիքի ենթաշրջան, որից մեծ պետք է մտեն այս հարակից գյուղերը, որոնք իրանցից հեռու են 3-4 կիլոմետր հեռավորության վրա։ Նորաշենիքի ենթաշրջան, Սավի ենթաշրջան, Արցևանիկի ենթաշրջան։ Դու պատկերացրեք, այսօր մեր բնակչության թիվը, ընդհանուր բնակչության թիվը այդ բոլոր գյուղերում կազմում է մոտ 6000 բնակիչ։ Իսկ ասենք նոր իրանց այդ առաջարկված ծրագրերով պետք է ասենք ամենափոքր համայնքը պետք է 5000 բնակիչ ունենա։ Բայց մի բան աբսուրդ է ինձ համար։ Ոնց կարելի է ասենք Գորհայքի համայնքը, Ծղուկ, Սպանդարյան, մեկ էլ Սառնակում գյուղերը, որոնց բնակչության թիվը 1825 է, մի հատ համայնք է ձևավորվել։ Իսկ այստեղ ասենք որոշել են, որ պետք է լրիվ համայնքները միանան Կապան քաղաքին։ Ասեմ ձեզ, թեկուզ մի բան, որ այսօր եւ կառավարությունը, եւ բնակչությունը, եւ ասենք մարզային կառույցները հաշվի չեն առնում։ Մենք ապրում ենք Կապանի ենթամարզի գյուղերը լրիվ բարձր լեռնային գյուղեր են։ Մեկը միշտ հեռու են առնված 3-4 կիլոմետր հեռավորության վրա։ Եվ այդ գյուղերում թեկուզ 1000 բնակիչ են, եթե ասենք Նորաշենիք ենթաշրջանի թեւ կազմավորում է, այդ համայնքը գործի։ Ես ասեմ, բանը այդ
համայնքների խոշորացումից հետո գալիս է դպրոցների խոշորացման խնդիրը։ Ես ասեմ, այսօր եթե Եղվարդում, Ագարակում, Սյունիքում, Սյունիքը լա մոտ է քաղաքին, կարող է Սյունիքի երեխան գնա Ղապանում դասի գա։ Բայց Ագարակի երեխան, որ Ղապանում սովորի, բնականաբար նրա ծնողները ցանկանում են ապրեն Ղապան քաղաքում, որ իրենց երեխայի դաստիարակությունը խնդիրը նորմալ հիմքերի վրա դնեն։ Եվ բնականաբար այդ գյուղը դատարկվելու է։ Նորից եմ ասում, այդ օպտիմալացման խնդիրը, որ արդեն առաջ են քաշվել, պիտի հաշվի առնեն տվյալ տարածքաշրջանի բնակալիմայական պայմանները, մարդկային ռեսուրսների քանակը, հաշվի առնեն գյուղի բարձրադիրությունը, սահմանամերձ գոտիները, ասում ես, փաստորեն այսօր ոչ մի բան հաշվի չեն առել։ Հավատացնում եմ քեզ, օրինակ, որ ես ասենք, այդ առաջարկությունը ներկայացրել եմ զուտ մի պայմանով, որ նորից եմ ասում, 20 բնակիչ ունեցող համայնքները չպիտի լինեն, մինչև 100 բնակիչ ունեցող համայնքները չպիտի լինեն։ Եվ այդ փոքր համայնքները միավորելով կարելի է մի հատ ինչ-որ մի բանի հետևից հասնել։ Ասեմ չես այսօր Արցևանիկի գյուղական համայնքը ի վիճակի է նորմալ իրենց խնդիրները լուծելու։ Ամենամեծ բյուջեն այսօր ունի Արցևանիկի գյուղական համայնքը։ Քիչ հետո գալիս է նաև Սյունիքի համայնքը, բայց ասեմ մենք հնարավորություն ունենք մեր այդ համայնքների մեր այդ միավորված որ պիտի այդ նախորը որոշված էր այդ խնդիրը նորմալ ձևով լուծում ապահովել։ Նա որոշել է գյուղում սերմնարտադրություն հիմնել։ Ես իհարկե գյուղ վարչապետի հետ պայմանավորվածություն եմ ձեռք բերել մի 100 հեկտարի վրա սերմարտադրություն սկսենք։ Այսինքն դա մեծ ծրագիր է, որը արդեն հնարավորություն կտա Կապանի ենթամարզի գյուղական համայնքներին սերմերով ապահովելու խնդիրը լուծել։ Իհարկե այդ խնդիրը հələ նախնական փուլով, ուղղակի բանավոր խոսացել ենք, արդեն հուլիս-օգոստոս ամիսներին պիտի պայմանագրի սկսել ենք պայմանագիր սարքենք առաջին սերմը որտեղից պիտի բերենք, սերմը բերենք եւ սերմարտադրության ծրագիրը իրականություն դարձնենք։ Ամեն դեպքում այսօր գյուղը տենց բան չունի, էլի ասենք անասնապահությունը աստորեն կա։ Բանը գյուղական համայնքը, ասենք 5 հատ գյուղում ունենք ընդամենը 330 հեկտար վարելահող։ Բնականաբար այդ վարելահողի վրա Պաուստային ֆոնդը ընդամենը 26 հեկտար է։ Չես կարող այդ 26 հեկտարի վրա ինչ-որ մի հոշոր ծրագիր իրականացնես։ Բայց ասենք ես սեփական հողեր ունեմ, Քաշաթաղի տարածքում որոշել ենք այդ հողերը դնենք սերմարտադրության տակ եւ որոշակի խնդիրներ լուծենք։ Սամվել Սարգսյանը նաեւ առաջարկություն ունի։ Ես իմ համայնքը շատ եմ սիրում եւ կցանկանամ իմ համայնքը շեն ու բարեկարգ տեսնեն։ Եվ համոզված եմ, այսօր Կապանի ենթամարզում տենց համայնքի ղեկավար չկա, որ չցանկանա դա։ Բայց միաժամանակ պիտի հասկանան այն համայնքի ղեկավարները, որոնք ասենք մինչև 100 բնակիչ ունեն, ոչ թե մտածեն, ասենք հնարավոր է այդ նույն 100 բնակիչ ունեցող համայնքներում էլի որ համայնքի ղեկավար մնացած։ Այսինքն համայնքների միավորման սկզբունքը պիտի առաջ քաշվի։ Այսինքն մարդիկ արդեն չեն ուզում խոշորանան, համայնքները միություն են ստեղծում։ Այսինքն նախկին գործոմատիվ մի հատ կառույց է ստեղծում, այդ համայնքները միավորում են, դրանից մեկը ընտրվում է որպես գործադիր կոմիտեի ներկայացուցիչ, որը ասենք այդ համայնքների խնդիրները ինքն է ներկայացնում կառավարություն, մարզպետարան եւ եկեղեցի։ Այդ նույն սկզբունքը արդեն համայնքների միությունը արդեն 3-4 տարի առաջ ներկայացվել է կառավարությանը, բայց մինչև օրս ոչ մի որոշում կառավարությունը չի կանա, այսինքն ազգային ժողովն այդ հարցը չի լսել։ Հիմա երեկվա մեր հանդիպման ժամանակ մենք բան ենք արել, որ անպայման այդ ազգային ժողովն այդ հարցը ընթացք տա, մինչև սեպտեմբեր ամիս ժամկետ ենք խնդրել առանց խոշորացումը ձգեն մինչև սեպտեմբեր ամիս, տեսնենք այդ ասենք մի հատ դաշտ ենք ստեղծել, որ մենք կարողանանք իրանց հետ համագործակցված ձևով այդ խնդիրը նորմալ լուծում ապահովենք։ Բանը այսօր ասենք խոշորացումը գնում, այսօր պիտի համայնքի բնակիչի համաձայնությունը տա, համայնքի ղեկավարը պիտի վերջը իր խոսքն ասի։ Փաստորեն այսօր բնակչի եւ համայնքի ղեկավարի սահմանադրական իրավունքները խախտվում են։
Այսօր օրենքը տաց մաղբեր, պիտի հանրաքվե անենք, հանրաքվեով հարցի լուծում ապահովենք։ Ես ձեզ հավատացնում եմ, քեզ մեր տարածքաշրջանում ես հարգված մարդ եմ, ես լրիվ համայնք ղեկավարները նստում զրույց եմ անում։ Նույնիսկ 20 համայնք 50-60 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը չի ցանկանում խոշորանալ։